6-րդ զգայարանը միտքն է։ Ամեն ինչին օգնում է 6-րդ զգայարանը, բայց երբ որ մենք միջամտում ենք արարչությանը, խանգարում ենք արարչությանը, աչքերը բնությանը չի նայում, միշտ համացանցին է նայում կամ հեռուստացույցին է նայում, մենք կարծես մեր արարչությունից կտրվում ենք, այն բնական գեղեցիկը, օրինակ երկինքին դուք նայեք, կապույտ է երկինքը, ինչու է երկինքը կապույտ, կապույտը ինչ է խորհրդանշում, խաղաղությունն է խորհրդանշում, ինչու Աստված մեր երկինքը կապույտ է արել, որպեսզի մենք միշտ ձգտենք երկնքին, իսկ երկնքում ինչ կա, խաղաղություն կա, ինչու է գարնանը ծաղկունքը, կանաչը ինչ նշան է, կանաչը ծաղկելու նշանն է, արարելու նշանն է, ստեղծելու նշանն, պատահական չէ, որ գարնան ամեն ինչ ծաղկում է, դեղին կարմիրը ինչ նշան է հաշում է, հասունության նշան է, երբ որ ամեն ինչ հասնում է, քաղցրանում է, այն ժամանակ կարող ես ճաշակել, այսինքն արարչություն մեզ ամեն ինչ սովորեցնում է, ինչ է կապույտը, ինչ է կարմիրը, ինչ է դեղին, ինչ է կանաչը, Անտոն անապատականը երբ որ պետք է գնար անապատում ճգնել, ասում են դու սուրբ գիրք չես վերցնում, ասում են ես գրել կարդալ չեմ իմանում, նախ եւ առաջ իրապես չէր իմանում, հետո ասում էր արարչությունը բաց սուրբ գիրք է, մենակ պիտի կարդալ իմանաս, բաց սուրբ գիրք է, Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում են մրջյունից մինչև երկնքի թռչում պատմում են երկնքի արքայության մասին, մրջյունից երկնքի թռչում պատմում են երկնքի արքայության մասին, բայց պիտի դու կարողանաս կարդալ, Սողոմոնն իմաստունն ասում էր, ով ծույլ, գնա մրջյունի մոտ, մարդը մրջյունի մոտ, հələ մրջյունը նայի, մարդուն նայի, բայց պիտի մրջյունից սովորի, ինչ պիտի սովորի, աշխատասիրություն, մեղվից իմաստություն պիտի սովորի, ես ամեն ինչ որ Աստված մեզ տվել, մենք պետք է սովորենք, ուրեմն 6-րդ զգայարանը իրականում միտքն է, որ կարգավորում է բոլոր 5 զգայարները, սովորեցնում է աչքը ինչ պետք է տեսնի, ականջը ինչ պետք է լսի, շրթունքները ինչ պետք է ճաշակեն, ինչ պետք է խոսեն, քիթը ինչ պետք է հոտոտի, ձեռքերն ու ոտքերը ինչ պետք է շոշափեն, ուրեմն մենք շատ ավելի կարևոր է, որ զարգացնենք 6-րդ զգայարանը, որպեսզի մեր 5 զգայարանների գործունեությունը վերահսկվի և կարգավորվի, ամեն